Բարեկալուց Civilnet մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը, տարածել այն սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել donate ոճակը, ինչպես նաև շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը հասարակագետ Վարհան Թոքմաջյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, պարոն Թոքմաջյան, դուք ժամանակին ղեկավարել եք դիտորդական առաքելությունների տարբեր բաղադրիչներ, ընտրական գործընթացների ժամանակ դիտարկել եք ընտրությունները եւ այս առումով հետաքրքիր է ձեր կարծիքը Գյումրիի ընտրությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ինքներդ Գյումրիից եք, դուք Գյումրիից եք, եւ այսպես Գյումրիի ընտրական գործընթացների արդյունքում կամ ընտրությունների արդյունքում ձևավորված արդյունքը, որ 5 քաղաքական ուժ ներկայացված են լինելու Գյումրիի ավականույում, ինչի մասին է վկայում։ Քաղաքական կամ կուսակցական մարմնավաճառության մասն է խոսքը։ Սա անկախ թե որ ուժերն են անցել, հա, սա մեկ ցուցիչ է այն մասին, որ կուսակցական համակարգ Հայաստանում չի կայացել եւ չի կայանալու շատ երկար ժամանակ։ Հիշում եք, երբ որ մեծամասնական մանդատները վերացնում էին, հա, երբ որ Գագիկ Ծառուկյանին հարցրեցին, թե ոնց եք բայել մտնելու ազգային ժողով, ասեց, ես է կուսակցություն կբացեմ եւ բացեց։ Թե ինչ նպատակով էր բացված այդ կուսակցությունը, թողնենք հանգիստ։ Հիմա այս պարագայում մենք ագանատս եղանք ընդհանրապես գաղափարական դաշտի իսպառ բացակայության, քաղաքական մշակույթի հագադրության եւ փչացածության բոլոր էլեմենտներով օժտված մի գործընթացի, որը ցավոք կոչվում է ընտրություններ։ Օրինակ, երբ որ ես մտա տեղամաս քվեարկելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյումրեցի եմ, բայց Գյումրիում չեմ ապրում, ես իմ քվեն ոչ ոքի չտվեցի։ Ինքն ես չունեմ այդ իրավունքը այդ քաղաքում ապրող մարդկանց փոխարեն որոշելու թե ով է լինելու իրենց հաջորդ 5 տարվա իշխանությունը։ Բայց ամեն դեպքում մասնակցեցին։ Ամեն դեպքում մասնակցել եմ, այո, նո ավելի շատ մորս պարտադրանքով, որովհետև ինքը միշտ սիրում եմ ընտրություններին մասնակցել ու ինձ միշտ պարտադում է, որ ես իրեն տանեմ ընտրություններին մասնակցելու։ Ինքը միշտ քվեարկում է ու երբեք չեմ հարցնում ես քվեարկել։ Հիմա այստեղ մենք ինչ տեսանք։ Տեսանք, որ ասենք Լենինը շուռ եկավ տագաղի մեջ, հա։ Կոմունիստական կուսակցությունը վերջին 25 տարում այսքան ձայն չէր հավաքել, ոչ չէր տարել այս բանը։ Հայտնի հավատացյալը ղեկավարում է հայտնի աթեիստական կուսակցության դրական ցուցակը։ Հիմա այս այդ կուսակցության համար ինչ է։ Կամ ինչ որ կուսակցություններ կան, որոնք որ դարձրել են այդ կուսակցությունը բիզնես։ Գնում են տեղերում, մի հատ հայտնի մարդ են ճարում, հա, քիչ թե շատ ռեսուրսներ ունեցող, ու սկսում են ռասկրուտկա անել իրանց կուսակցությունը։ Մեխանիզմների առումով կան մեխանիզմներ։ Եվ ընտրական օրենսգիրք եւ կուսակցությունների մասին օրենքը, հա, թույլ է տալիս նույնիսկ ՍԴ-ին կայացնել որոշումներ, բայց դրա համար պետք է գործեն պատկան մարմինները։ Բայց եթե գործեն պատկան մարմինները, պետք է ասեն քաղաքական հետապնդումների ենք ենթարկվում։ Խնդիրը իրավական դաշտի մեջ չի, ինչքան էլ ուզում է գնան ինչ որ մարտիկ փորձագետներ նստեն քննարկեն թե բանը օй կուսակցական թափանցիկությունը հաշվետվողականությունը մենք բարձրացրեցինք նոր լեվելի իշխանությունը ընդունեց մեր որոշ առաջարկությունները վերջում ԿՊՆ-ում բանը Մայր Հայաստանը դեմ քվեարկեն կառուցողական փաթեթին, հա, համերաշխաբար։ Խնդիրը քաղաքական մշակույթի բացակայության մեջ է կամ չփոփոխության 2018-ի իրադարձություններից հետո այս ամբողջ ժամանակահատվածը մեզանում չեն փոխել քաղաքական մշակույթը։ Մշակութային հեղափոխություն են որ չի եղել բարի լայն իմաստով, դա մի կողմ, հա, բայց չեն փոխել քաղաքական մշակույթը։ Հո կոմունիստները չտարան այդ ձայները։ Մենք ինչ որ առումով հայտնվել ենք վաղ նախահեղափոխական, այսպես ասած, շրջանում, երբ օրինակ նույն ՀՀԿ-ն ժամանակի մինչև 2018 թվականի ընտրությունները, երբ որ Գյումրիում մասնակցում էր, նույն Գյումրիում մասնակցում էր ընտրություններին, ինքը իր դեմքով չէր մասնակցում, Բալասանյան դաշինք ձևավորվեց եւ Բալասանյանը ընտրվեց։ Հիմա մոտավորապես նույնն է, որ հանրապետական նշանակության քաղաքական ուժերը, որոնք ունեն ներկայացվածություն ազգային ժողովում, մեծամասամբ իրենց դեմքով չէին մասնակցում, բացի ԿՊ-ից, պարզ է, հա, այսինքն նույն դաշնակցությունը կամ Հայաստան դաշինքը, Մայր Հայաստան դաշինքով էր կարելի ասել ներկայացած, չգիտեմ, պատիվ ունեմ դաշինքը ներկայացված էր Մարտուն Գրիգորյանով, որը այլ ընդհանրապես քաղաքական ուժեր այնտեղ ներկայացնում տեղում լոկալ, հա, ինչու է այսպես։ Նույն գաղջն է, հա, ու
մարդիկ փորձում են այդ ամոթի խարանից հեռու գնան։ Հենց եւ չի որ ԿՊՆ-իր դեմքով էր ներկայացել։ Հա։ ԿՊՆ-ը փորձեց որոշակի ռեբրենդինգ անել։ Չենք խորանում քաղաքական կենսագրության մեջ, այդ քաղաքական ուժերը թող իրար հետ վիճեն թե ժամանակին ով համարեց այն բերե կամ ինչքան այն է բերե, այդ իրենց քաղաքական նոմենկլատուրի խնդիրներն է։ Սերժ Սարգսյանի ես միշտ ասել եմ վերջի վատությունը հայ ժողովրդին ամենայն հարգանքով եղել է 2015 թվականի սահմանադրությունը։ Եվ դրանից հետո այս ընտրակարգերը, այս ազգային ժողովները ձևավորված, այս թիմ կառավարման համակարգը, որը կա մեզանում եւ այլն։ Թիմը, եթե մենք նայենք աթենական կամ հունական ժողովրդավարությանը, թիմը ամենակարևոր օղակն է։ Այսինքն այդ դեմոկրատիա բառի հիմքը դեմոսը չի, դեմն է։ Այդ համայնքներն են, որոնք որ որոշում էին, թե ինչպես պիտի վարվի պետության առօրյան։ Մեզանում ցավոք սրա հասկացության կամ ընկալման մագարտակը շատ հեռու է իրականությունից։ Եվ բանը քաղաքական տրանսֆերների պատուհաններ են բացվում, փակվում, հա, ինչ որ հայտնի լեգիոներների են բերում իրենց կուսակցություններ, ֆուտբոլային լեզվով ասած, բայց այդտեղ մի փոքրիկ նյուանս կա, եթե ֆուտբոլում լեգիոներներին են փող տալիս բերում, այդտեղ լեգիոներներն իրենք են փող տալիս գալիս, հա, այդ կուսակցություններին։ Ու ստացվում է, ինչ ստացվում է, որովհետև դու հասարակությանը որևէ կերպ չես սովորեցրել գաղափարներ ընտրել, գործ ընտրել։ Դու սովորեցրել ես ընտրել անձիկ։ Եթե կարտայինք չնայած կուսակցական էին այս ընտրությունները, բայց էլի խիստ անձնավորված էին, մարդու բոլորի պլակատների վրա մարդն էր։ Որևէ մեկի ցուցանակի վրա կուսակցություն չէր։ Բոլորը հանդես էին գալիս ցուցանակներում իրենց առաջին համարի դեմքով։ Okay, անգամ 3 համարի դեմքով չհանդիպեց, հա, առաջի երյակով նկար չհանդիպեց, էլի մեկ կային ընտրություններ, որ չգիտեմ կարող է եղել է, ես չեմ տեսել։ Նա այստեղ ինչն է խնդիրը։ Եթե կարտայինք մենք այդ 9 ուժերի ներկայացրած ծրագրերը, ծրագրից ելնելով որևէ մեկին չպետք է ընտրեինք։ Որևէ մեկին անիրատեսական ծրագրեր էին, որոնք որ մեծ մասը վերագրում էին գործառույթներ թիմին, որ պարզապես թիմը չունի։ Օրինակ Գյումրին հայտարարել ազատ տնտեսական կոդի։ Ազատ տնտեսական կոդի ժամանակին հայտարարում էին փակ քաղաք պասպորտով ելումով, ժամանակին համարում էին աշխարհի կենտրոն, թե հա որ գլոբուսի վրա ոնց է դդվեց կդառնա աշխարհի կենտրոն եւ այլն։ Այս աբսուրդներ էին, աբսուրդներ։ Եթե մարդը մի քիչ բանական է, մի քիչ գիտակից է, մի քիչ կարտացած է, մի քիչ տեղյակ է, այդ կոպիտ ասած վարչարարության տարանջատումներից ինքը չպետք է ցային տար։ Այդ ուժերից գրեթե ոչ մեկին էլ եմ ասում։ Շատ լավ։ Հա, եւ այստեղ մի հատ հարց կներեք, բանի խնդիր, թե ինչու գնաց այս ձևեր, ինչու անձերով, ցավոք մենք հասարակություն ենք, որը ապրում է մեգորյա հիշողությամբ։ Մեր հասարակության զգալի հատվածը տառապում է ամնեզիայով, հա, չունի պարզ քաղաքական եւ սոցիալական հիշողություն։ Դրա համար օրինակ Վարդան Ղուկասյանը կարողանում է 20% ձայն տանել։ Եվ ոչ միայն ինքը։ Եվ ոչ միայն ինքը, եկեք չանձնավորենք, հա, կարծում եմ լկանդառնանք ամենապարեպաշտ տեխնազոին, հա, այս ընդրաշավի, բայց հա։ Եվ դրա համար մենք ունենք հիմա մի իրավիճակ, որ օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է չունենալ քաղաքապետ Գյումրիում, բայց իրեն փոխարինելու է ոչ թե ինչ-որ նոր մարդ, նոր գաղափար, նոր ուժ, այլ լավ մոռացված հին, այսպես ասած։ Վարդան Ղուկասյանը, որին աջակցելու են ըստ էության, արդեն հայտարարել են, որ աջակցում են նախ 2 ընդդիմադիր տեխնացուներ եւ երրորդը կա հավանականություն, որ Մարտուն Գրիգորյանը տվյալ պարագայում կհայտարարի, որ կաջակցի իրեն։ Հա, այսինքն այս մենք չպետք է վերլուծենք։ Սա նախ եւ առաջ պետք է վերլուծի իշխող ուժը։ Ինչ է արել ինքը, ինչ սխալներ է արել 7 տարվա ընթացքում։ Իհարկե, այդ բանավեճը, որ ընթանում էր, շատ սիմվոլիկ էր, որովհետև բանավեճը ընթանում էր թատրոնի միջազգային օրը, Հայաստանի առաջի թատրոնի բեմին։ Այդ նկարահանում ուղիղ եթերը թատրոնի բեմից էր, հա։ Այո։ Եվ թատրոնը ծառայեց իր բուն նպատակին, այդ դրամատիկական թատրոնը իրապատում թատրոն էր այդ բեմից։ Հիմա ստեղ հարց ինչն են սխալ արել ամեն ինչը
իհարկե դեռ իրանց տեխնազուն պաշտպանվում էր 7 տարում բանի համար քաղաքային չփոփոխությունների, որը ինձ զարմացրեց, որովհետև փաստացի 7 տարի ԿՊ իշխանություն չի ունեցել ամենայն մագարտակում Գյումրիում։ Այս մի քանի ամիսներ էլի, մինչև այդ ուրիշ մարդ էր, հետո Հայդնեն քիչ քվորումով ընտրություններ եղան, հա, Պալասանյանն հետ դաշինքն եղավ էլի, հետո մի խոսքով, այսինքն բայց մեկ է ամեն դեպքում այդ տեխնազուն խոսքը Սարիկ Մինասյանի մասին է, չէր խուսափում 7 տարվա պատասխանատվության փորձերից։ Նույն եթե պետական մագարտակում պատասխանատու են, ապա Գյումրու պարագայում այդքան էլ չի կարելի շփոթել, համայնքային կառավարման բան չեն ունեցել։ Այո, բանը մոռացված նորը լավագույն հինն է, բայց չէ, լավագույն նոր մոռացված հինն է, բայց այս դեպքում անգամ Պերվոլով լվացրած չէր։ Նույն տեքստերը, նույն սլենգները, նույն ադելությունը եւ 7 տարվա ընթացքում բոլոր ուժերի մասին է խոսքը, թե իշխող, թե ընդդիմադիր ուժի, ինչ ադելության խոսույթ որ ձևավորվել էր, ինչ պիտակումներ որ ձևավորվել էին, հա, նախկիններ, թալանջիներ, հանցագործներ, բանդիտներ, սորոսականներ, LGBT համայնք, բան, չգիտեմ, թրկասերներ, թրկադիացներ եւ այլն, ամբողջ մայքով հատկապես 3 ուժերի բերանից հնչեց այս ընտրություններում։ Հետո իշխանությունը կերավ ընդդիմության խայծը։ Որն է դա։ Որ զրկելով իշխանությանը Գյումրիում, իշխանությունից կզրկենք Հայաստանի Հանրապետությունից, իշխանությունից։ Ինքն ամեն ինչ սկսվել է Գյումրիով, թող նաև այս process-ը սկսվի Գյումրիով։ Ընդդիմությունը շատ լավ տեխնոլոգիա կիրառեց, տանելով գեր քաղաքականացված ընտրության դրաշավ, հա, որ իշխանազրկումը պետք է սկսենք այո, այդ բոլոր այդ սլենգները, բաները տանում էին դրան, իշխանությունը մտավ այդ դաշտ։ Սկսեց հագադարձել։ Իհարկե կարող ենք դիտարկել, որ մեկնարկը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր դրամավակի ժամանակ, հա, երբ որ ասես նախկին թալանջ եւ այլն, եւ ընդդիմությունը պաշտպանվեց, բայց չէ, ընդդիմությունը շատ գծագրված գնացել էր սրան։ Սա եթե Գյումրիում ոչ ԿՊ-ական քաղաքապետ է լինում, սա կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջի սկիզբ։ Սյունիքում էլ ոչ ԿՊ-ական բազմաթիվ համայնքների ղեկավարներ ընտրվեցին, հետո դիմավորեցին ծաղիկներով։ Վարդան Ղուկասյանն էլ երեք հայտարարեց, որ ճիշտ է ես Վարդան Ղուկասյանը ճիշտ է ինքը ունի հակակրանք ԿՊ-ի նկատմամբ, բայց սուբորդինացիան ինքը սուբորդինացիա պաշտպանող մարդ է, պահպանող մարդ է։ Վարդան Ղուկասյանը իմ կարծիքով շատ ավելի տեխնոկրատ է քաղաքական մշակույթի առումով, հա, անկախ թե ինքը ոնց է ներկայանում, քան շատ գործիչներ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Վարդան Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանին չի թիրախավորել։ Վարդան Ղուկասյան թիրախավորել է չգիտես ինչի Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին։ Մենք ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Սերժ Սարգսյանը իմ պաշտպանության կարիքը չունեն, հա, կարելի է չէ այդ մարդկանց համապատասխան հատվածահանգիստ թողնել։ Դու այսօր այլ քաղաքական process-ի մեջ ես։ Ոստեղ գիտեք, անգամ մեղադրեց Սերժ Սարգսյանին, որ իր կյանքին վտանգ է սպառնում Սերժ Սարգսյանին։ Ու բանն էր հետաքրքիր ինձ, նաև լրագրողական համայնքի այդ բանը։ Այ որ ասում են սոցիալական հիշողություն չունեն։ Երեք դիտում եմ այդ հետընտրական ասուլիս կոչվածը, որտեղ որ ասում է Տեհրան Բակրադյանի հետ դրել են քաղաքի բանն ենք հաշվի եւ այլն, կարգին խելացի մարդ է, զարմանում եմ, թե ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունները այդ մարդու պոտենցիալը չեն օգտագործել։ Մենք ներկա լրագրողներից 10-ից ավել լրագրող են դա։ Մեկը չի ասում, թե ինգեր այդ քո չսիրած Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա վարչապետը չի այդ մարդը։ Ու այդ ասուլիսին շատ բան, գրեհիկ բաներ եղավ, որի մասին չգիտեմ չեն անդառնում։ Բարձր, այսինքն սա պետք չի համարել ինչ որ իշխանության փլուզման նախերգանք կամ չգիտեմ սիմպտոմատիկա։ Տես իշխանությունը հիմա գտնվում է իր լեգիտիմության ամենացածր կորին։ Ավելի ցածր է իշխանության հանդեպ վստահությունը այսօր, քան էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը։ Շատ ավելի ցածր։ Եվ դու երբեք բացի մի ծառայության սոցիոլոգների խմբից, հա, չես իմանա, թե տոկոսն ինչքան է, որովհետև իշխանության ձայները միշտ ծպտված են, հատկապես լեգիտիմության բաց ունեցող իշխանության ձայները միշտ ծպտված են։
Այսինքն մարդիկ կան կարող են ասեն, որ չեմ ընտրելու, բայց գնալու են ընտրի, մարդկա Զենջյանի գնալու են ընտրի։ Ու կախված է նրանից ով կդնի իշխանության դեմ։ Նույն ՀՀԿ-ն, երբ որ այդ 2017 ընտրություններին չէ, բան արեց, որոշեց, որ ինքը գնալու է, կոպիտ ասած միայնակ մեծամասնությամբ եւ այդ ծավալը վերցրեց, ՀՀԿ-ն այդ պահին իմ խորին համոզմամբ իր 25-30% ուներ։ Ցանկացած իշխանություն, հետո չգիտեմ, հիպոթեքի ասեղի վրա նստած պետական համակարգը, հա, իրանց այդ փոխկապակցված մարդիկ, որոնք ցնցումներ չեն սիրում, մարդիկ, որոնք որ հարմարվող են, մարդիկ, որոնք արդեն վաղուց հարմարվել են։ Ներողություն, սրանք տարբեր հասարակական խմբեր են, որոնք միշտ այդ ռեսուրսը, կայուն ռեսուրսը իշխանությունը ունի, ցանկացած իշխանություն։ Եթե բան չի, չգիտեմ, Հիտլեր չէ, հա, որ վերջում այդ ճակատագրին դիարժանանա։ Հիմա այս պարագայում իշխանությունը այս պահին փողոցում գծած է։ Ուրիշ բան որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն չի դա այդ մոռացեք, հա։ Բայց այլ հարց է, որ հիմնական ընդդիմադիրներն իշխանություն չեն ուզում։ Նրանք էլ են աբալեգիտիմացված։ Ոչ միայն աբալեգիտիմացված են, իրենք իշխանություն չեն ուզում։ Ինչի՞ եք այդ եզրակացությանը գալիս, որ չեն ուզում։ Այս վիճակում գտնվող երկրում որ մի խոհեմ կամ քիչ թե շատ փորձ ունեցող մարդը իշխանություն կուզենա։ Դե նույնը մոտավորապես ասում են երկու, չնայած համեմատելի չեն 2018 եւ 2020 թվականից հետո իրավիճակը։ Դե էլի հա կարող ենք զուգահեռներ անցկացնել, բայց լրիվ բան էր, տարբեր իրավիճակներ են, բայց այս իրավիճակում ով կուզենա իշխանություն։ Ինչ որ մեկը պիտի ինչ որ բաներ ստորագրի։ Որ ստորագրող լինեին, ժամանակին կստորագրեին, այս փորձանների մեջ չէին ընկնի։ Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլների տաղավարում ես զրուցեցի Վահրամ Թոքմաջյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։